Բարի կեսօր, Վանաձայնի եթերում հայացք Երևանից հաղորդաշարն է, ես Վահագն Զաքարյանն եմ։ Բարեկամներ, այսօր մեր հայտագրում անդրադառնալու ենք մի կարևոր մշակութային իրադարձության, որը նախ տեղի ունենալու Երևանում, այնուհետև առաջիկա օրերին, փետրվարի 27-ին Բեյրութում, որտեղ ձայները հանդիպում են նվագախմբին։ Ահա այսպես է խորագրված հայաստանյան համերգը համագործակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ խմբավար Սիփան Օլայի, սոպրանո Շողիկ Թորոսյանի, ինչպես նաև Մարիա Փալազյանի։ Բարեկամներ, իսկ լույսով լույսին խորագրով համերգային երեկոն, որը պետք է տեղի ունենա Բեյրութում փետրվարի 27-ին, նվիրված է տիկին Անի Բեզիկյանի հիշատակին կազմակերպությամբ համազգայինի Լիբանանի շրջանային վարչությամբ բարերարությամբ Բեզիկյան ընտանիքի։ Մենք մեր այս հայտագրում ներկայացնելու ենք փորձերի ընթացքը, զրուցելու ենք մասնակիցների հետ, ինչպես նաև կզրուցենք կամերային նվագախմբի տնօրեն Ֆելիքս Բաբուրյանի, համազգայինի ղեկավարներից Հակոբ Հավատյանի խոսքը կներկայացնենք։ Ուրեմն անդրադարձ այս գեղեցիկ մշակութային իրադարձությանը հայացք Երևանից հաղորդաշարում։ Հայաստանի պետական կամերային նվագախումբը շարունակում է պահպանել ավանդույթները, ներկայացնելով հայ երաժշտությունը Հայաստանի սահմաններից դուրս եւ բազմիցս հանդես ենք եկել արտերկրում, ներկայացնելով հայ երաժշտությունը։ Այս հյուրախաղերը եւս բացառություն չեն եւ մենք մեր Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցների համար այս գեղեցիկ համերգն են կազմակերպել, որի ժամանակ կհնչեն եւ հայ եւ արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Սա բացառիկ համագործակցություն է իմ Շողիկ Թորոսյանի սոպրանո եւ դաշնակահարուհի Մարիա Փալազյանի միջև։ Մենք վաղեմի ընկերներ ենք, արդեն միասին ելույթներ ենք ունեցել Միացյալ Թագավորությունում 2023-ին, որը հաջորդեց նաեւ ելույթով Լիբանանում համերգով նվիրված ապրիլ 24-ին Մարոնի կաթոլիկ եկեղեցվո եւ Լիբանանի մշակույթի նախարարության հովանու ներքո համազգայինի հետ զուգահեռ կազմակերպած խոշոր միջոցառմանը։ Իսկ արդեն տարիների ընթացքում իմ ունեցած եւ համագործակցության բերումով ձեռք բերված ընկերության շնորհիվ փորձեցինք եւ բարեբախտաբար հաջողվեց այս անգամ եւս կամերային նվագախմբի հետ ունենալ արդեն իմ երրորդ համերգաշրջանը մասնակցությամբ Շողիկ Թորոսյանի եւ դաշնակահարուհի Մարիա Փալազյանի հետ։ Եվ մեր առաջին համերգը տեղի կունենա արդեն Երևանում, համատեղ ծրագրով պիտի ներկայացնենք հայ եւ արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ, հատուկ ուշադրություն ենք դարձրել այս տարվա հոբելյաններին, որոնցից են Էդվարդ Միրզոյանը եւ Արնո Բաբաջանյանը, որոնց 105-ամյակներն են, ինչպես նաեւ ունենք ստեղծագործություններ Ղազար Օսարյանից, Այվազյանից, իհարկե Արամ Խաչատրյանից եւ նաեւ ունենք շատ գեղեցիկ արիաներ իտալական, անգլիական, գերմանական օպերային կոմպոզիտորներից, Պուչինի, Ռոսինի, Վեբեր, Կերն եւ Լեհար։ Ինչ վերաբերվում է հնարավորությանը, որ այս անգամ մենք ունեցանք, սա բացառիկ է, քանի որ Հայաստանի պետական կամերային նվագախումբը 28 տարվա ընդմիջումից հետո պիտի հնարավորություն ունենա եւս մեկ անգամ հանդես գալ Լիբանանում, Բեյրութում եւ համերգով ներկայանա հայ եւ
լիբանանցի հանդիսատեսին, ներկայացնելով նշատս ծրագիրը եւ հայ եւ արևմտաեվրոպական կոմպոզիտորների։ Հուշագրավ է, որ համագործակցությունը եղավ նորից համազգայինի հետ միասին, ինչպես նաև կա աջակցություն մշակույթի նախարարության կողմից Հայաստանի, ներկայություն պիտի լինի Լիբանանի մշակույթի նախարարի, ինչպես նաև ունենք տարբեր եկեղեցիների հայկական եւ ոչ հայկական ներկայացուցիչներ ու շատ կարեւոր է նմանատիպ միջոցառումները, քանի որ սրանք ավելի են ուժեղացնում, թարմացնում մեր ազգային լուրջ կապերը եւ ընկերությունը եւ եղբայրությունը, կարելի ասել, երկու դարավոր բարեկամ ազգերի միջև, վերադարձնում է նվագախումբը մեր կատարումների միջոցով հայկական բարձրագույն դասական արվեստը լիբանանահայ եւ լիբանանցի հանդիսատեսին եւ նորանոր հնարավորություններ ընձեռում նոր համագործակցությունների, նոր համերգների եւ նոր միջոցառումների։ Մեր ծանոթությունները որպես արվեստագետներ, ես եւ Մարիան արդեն Լիբանանեն միասին աշխատած ենք երկար տարիներ։ 2022-23 տարվա ընթացքին էր, որ մեր ծանոթությունը ավելիով մդերմացավ մայստրո Ստեփան Օլահին հետ եւ մենք ունեցանք միադեղ համերգ Լոնդոնի մեջ եւ անգեյետ Լիբանանի մեջ, իսկ այսօր այս ուժերը դարձյալ միացած են ընելու համար այնպեսի ծրագիրը եւ կոնցերտը համերգը, որ պիտի ուրախացնե մեր բոլորը, լա Հայաստանի մեջ մեր հայրենակիցները եւ ալավելի Լիբանանի մեր հայրենակիցները եւ հայ քաղուտը եւ անշուշտ լիբանանցի ժողովուրդը։ Օրհնությամբ 3 համայնքապետեր ունե եւ բարարարությամբ պարոն Ալեքո Բեզիկյանին նվիրված իր դիկնոջ Տիկին Անի Բեզիկյանի հիշատակին, բայց այս նման ցերնարգիմը հաջողությունը եւ գազագերբումը կբարդենք համասկայնի Լիբանանի շրջանային վարչության, որ հանցն արավ գազագերբել նման մեծ համերգը եւ այսօր այս նման ցերնարկներ գազագերբելը թյուրին չէ, բայց գրնամուսել որ կաչություն ունեցավ Լիբանանի համասկայնի շրջանային վարչությունը, որ նման խումբը, մեծաթիվ խումբը հրավիրել Լիբանան եւ այս մեծ համերգը դեղի ունենա։ Համասկային հայ գրթական եւ մշակութային միությունը, ինչպես գիտեք, Սփյուռքի մեջ գծավալ է գրթամշակութային բազմապեղուն եւ բազմակավար գործունեություն։ Այս ձիրի մեջ նաեւ գդեղացվի հայաստանյան կարևոր եւ վաստակաշատ խումբերու հյուրընկալումը Լիբանանի մեջ եւ անշուշտ Սփյուռքյան այլ օջախներու մեջ։ Այս բարակային, երբ այս մտածումը զարգացավ, որ Հայաստանի պետական կամերային նվագախումբը
ունի շրջակայության ծրագիր, համասկայնի ընտանիքը մեծ խանդավառությամբ ընկալեց այս մտածումը եւ ահավասիկ այսօր կգազմագերբվի այս կարևոր նախաձեռնությունը ոչ թե միայն լիբանանահայ հանդիսադեսին համար, այլ ընդհանրապես լիբանանցի ժողովրդին համար, որ զանազան առիթներով միշտ իրազեկ կդառնա մեր մշակութային նախաձեռնություններուն եւ նաեւ կարևոր իրագործումներուն։ Հետևաբար այս համերգը այսօր ուղղված է ոչ թե միայն լիբանանահայության, այլ ընդհանրապես լիբանանցի ժողովրդին եւ վստահ ենք, որ անիկա բյարժանա բոլորին գնահատանքին եւ արժեվորումին։ Իսկ ինչ կվերապերի Հայաստան սպիրտ մշակութային հարաբերություններու ընդհանուր հոլովույթին, պետք է հաստատել, որ համասկայնը 1990-ականներու սկիզբը Հայաստանի վերանգախացումեն անմիջապես ետք նախաձեռնեց այս խիստ կենսական օրագարկի բյուրեղացման եւ արմատացման։ Այն իմաստով, որ համասկայնը դարձավ առաջին գազագերբությունը, որ գամուրջ հաստատեց հայրենի բազմավաստակ խումբերու, արվեստագետներու, մտավորականներու, ինչպես նաեւ ասենք համալսարանական ակադեմիական կենտրոններու հետ եւ այդ ընթացքը կշարունակվի մինչև այսօր փոխանակումներու ջամփով, փորձառությամբ, ինչպես նաեւ գեղարվեստական խումբերու եւ նաեւ համալսարանական միջավայրի համար մարդուժի փոխանակման նոր հնարավորություններ ստեղծելու առումով։ Նման ցերնակներ արիթ են, որ մենք ունենանք համագործակցություն սպիրտ եւ հայրենիք, թեև մեծամասնությամբ մեր համերգը կգրե նույն ծրագիրը, բայց հոս դարբեր խորակիրով եւ լիբանան դարբեր խորակիրով երկուքը մեկ իրար կամփոխացնեն եւ նման գործակցություններ միասին մշակույթը կմիացնե բոլորը մեկ քարգի տակ։ Մենք կհավատանք գործակցության սպիրտ եւ հայրենիք երաշտական եւ մշակութային տարբեր ցերնակներու համադեղումով եւ մեզի համար մեծ ուրախություն է ունենալ նման ցերնակներ եւ գործակցություն։ Մենք ունեցանք 3 փորձեր նվագախումբին հետ եւ ինչպես շողին հետ իբր սոպրանո եւ մեր խմբավարն է Սիփանոլա Ֆավագանին լավ փորձեր ունեցանք միասնաբար սկսանք իրար հասկանալ թե նվագախումբ թե մենակատարներ ինչպես պետք է ցաները միասին համերաշխ հնչեն այս ծովով համերգը նոր է բայց մեր գործակցությունը ես շողիկի եւ Սիփանը ասկի առաջ ունեցած ենք 2023-ին միասին համերգներ տված ենք միասին եւ ուզեցինք այս անգամ կամերային նվագախումբով ունենալ համերգը Ֆավագան հրճված ենք Բեյրութի համերգով որտեւ Ֆավագանը ես անձնապես ելույթ չեմ ունեցած Լիբանանի մեջ վերջին անգամ 2023-ին էր նորեն շողիկի եւ Սիփանի հետ էր այս անգամ այս խորակրով լույսի լուսով որ դիրված է դին անին Բեզիկյանին եւ այս մեծ նվագախումբով բոլորին դարբեր զգացում մնա ինձ համար Կուզեմ բոլորին ալ քաչարերերը որքան եւ դիտեն որտեւ իսկապես յուրահատուկ ծրագիր մնա լա եվրոպական կոմպոզիտորներու ստեղծագործությունները լա մեր հայկական կոմպոզիտորներու ստեղծագործությունները պիտի հնչեն այս համերգին Պետական կամերային նվագախումբը արդեն 27 տարի ի վեր հանդես չի եկել Լիբանանում, Բեյրութում համերգներով եւ սա շատ լավ առիթ է եւ շատ լավ հնարավորություն նվագախմբի համար մեկնել Բեյրութ, ներկայացնել
հայ եւ արևմտաեվրոպական երաժշտություն։ Սա մայստրո Սիփան Օլայի հետ երրորդ համագործակցությունն է, որի ժամանակ մենք հանդես ենք եկել Հայաստանից դուրս, բայց Շողիկ Թորոսյանի եւ Մարիա Փալազյանի հետ միասին այս համագործակցությունը առաջին անգամ է։ Նույն համերգը մենք կրկնելու ենք Երևանում, մինչ Բեյրութ մեկնելը փետրվարի 24-ին ներկայացնելու ենք այս նույն ծրագիրը հայ հանդիսատեսին եւ վստահ եմ, որ շատ դրական արձագանքներ են լինելու ու այնուհետև համերգից հետո միասին նվագախմբի հետ մեկնելու ենք Բեյրութ։ Դեր եւ Դիգին Ալեկո եւ Անի Բեզիգյաններ Հայաստանի եւ Սփյուռքի մեջ միշտ ունեցած են ու կշարունակեն ունենալ ծառայողական եւ բարեսիրական աշխատանք եւ այդ աշխատանքներում մեջ ամմասն չի մնար հայ մշակույթի, հայ գրթության հանդեպ իրենց ցուցաբերած կուրկուրանքը եւ քաչալերանքը։ Հետևաբար մեր խորին երախտագիտությունները բարոն Բեզիգյանին այս արիտին համար։ Անշուշտ վերջավորության ուզենք մեր խորին երախտագիտությունը հայտնել մեր համայնքի երեք հարանվանությանց հոգևոր բեդերուն, որոնք ստանձնած են այս սերնարգի հովանավորությունը։ Արերար Ալեկո Բեզիգյանին, որ ստանձնեց այս սերնարգի ընդհանուր բարերարությունը եւ այս սերնարգը գնվիրվի իր դիկնոջ Անի Բեզիգյանի անթարամ հիշադակին, իսկ ինչ կվերապերի այս ելույթի ընդհանուր նշանապանին, լույսով լույսին, հայտնենք, որ այս նշանապանը համասկային հայ գրթական եւ մշակութային միության կողմէ որդեգրվեցավ դակավին անցնող ամիսներու ընթացքին եւ համասկայինի ընտանիքը Լիբանանի նպատակահարմար կդավ, որ այս նշանապանով նաեւ օժդե այս սորվան դեղի ունենալիք ելույթը։ Վստահ ենք, որ ինք պատկամող նշանապան մնե, մշակույթը համասկային համար լույսով առաջնորդվող եւ լույս սփռող արակելություն է, հետեւաբար ինք այդ արակելության դրոշագիրն ու սպասավորն է եւ վերջի վերջո այդ լույսով պետք է առաջնորդվի մեր ընդհանուր կյանքը, որբեսի մանավանդ Սփյուռքի մեջ հայ մշակույթը, հայ գրթությունը մնան անմար ի խնդիր նորահաս սերունդներու հայեցի գազմավորման խիստ կենսական աշխատանքին։ Այս առիթով մենք հadouk իբրև համասկային Լիբանանի ընտանիք հadouk շնորհակալություն կուզենք հայտնել Բեյրութի ամերիկյան համալսարանին, որ ահավասիկ պիտի հյուրընկալե այս մեծ նախաձեռնությունը, իսկ ինչ կվերապերի այս սերնարգի նախաձեռնության ընդհանուր նպատակին, պետք է ասել, որ այս սերնարգը յուրահատուկ նախաձեռնություն մնե Հայաստանը Սփյուռք գաբերու ամրացման եւ խորացման առումով, որովհետեւ ոչ միայն համասկայինը գհյուրընկալե Հայաստանի pedagogan կամերային նվագախումբը, այլ այն առումով, որ այս ելույթին մասնակից են նաեւ սփյուռքահայ դաղանտավոր արվեստագետներ, խմբավար եւ տենոր Սիփանոլա, սոպրանո Շողիկ Թորոսյան եւ տաշնագահար Մարիա Փալազյան։ Հետևաբար այս ընդհանուր երևույթը մեզի համար խրախուսիչ է, պատկամող է եւ վստահաբար այս մեկը նաեւ պիտի արժանա հանդիսադեսի հadouk գնահատանքին ու արժևորումին։ Վստահ ենք, որ հիշադակելի օրը պիտի դառնա 27 փետրվարը, որուն համար ի առաջակուն է ուզենք մեր շնորհակալությունները հայտնել նաեւ գամերային նվագախումբին, որ այս բադիվը գնձայ է Լիբանանահայության եւ 27 տարիներ յետ ահավասիկ դարձյալ գվերադառնա Լիբանի հանդիսադեսին։ Շնորհակալություն բոլորին։ Բարեկամներ, այսօր Հայաց Երևանից հաղորդաշարում մենք անդրադարձանք մի կարևոր մշակութային իրադարձության, որը կամրջող նշանակություն ունի հայրենիքի եւ Սփյուռքի ստեղծագործողների միջև։ Հայաստանի պետական կամերային նվագախումբը, ինչպես նաեւ նշանավոր սիրված ստեղծագործողները Սփյուռքից Սիփան Օլահը, Շողիկ Թորոսյանը եւ Մարիա Փալազյանը պետք է համատեղ ներկայանան։
Երևանում, ինչպես նաև Բեյրութում։ Սա համազգայինի Լիբանանի շրջանային վարչության գեղեցիկ նախաձեռնությունն է, որը հուսանք շարունակական կլինի եւ հետագայում մենք դարձյալ առիթներ կունենանք հայաստանյան, ինչպես նաև Սփյուռքի ստեղծագործողների համատեղ ձեռնարկներին անդրադառնալու։ Ես Վահագն Զաքարյանն եմ, հանդիպելու ենք հաջորդ չորեքշաբթի Վանաձայնի եթերում։ Մինչ հանդիպում։